մենք մեր տներից շատ ուժեղ ռումբերի ձայները լսում ենք, բայց իմանում ենք, որ դրանք ամենը պետական կամ զինվորական կենտրոններ են։ 5-րդ օրն է, ինչ Իսրայելն ու Իրանը շարունակում են միմյանց հրթիռային հարվածներ հասցնել, խոցելով տարբեր ռազմավարական օբյեկտներ։ Հունիսի 13-ի վաղ առավոտից իսրայելական կողմն առաջինը սկսեց հարվածները, իսկ նույն օրը երեկոյան Իրանը պատասխան հարվածներ հասցրեց։ Թիրախավորվում են թե Իրանի, թե Իսրայելի մի շարք քաղաքներ։ Իրանի մայրաքաղաք Թեհրանի հայ բնակիչներից Էդմոնդ Թորոսյանի խոսքով, չնայած հրթիռակոծությանը, խուճապ չկա քաղաքում։ Տեսեք, վախը, ասենք, կա, որ երբ ռումբի ձայն լսես, վստահ կանհանգստանաս, բայց մարդիկ շատերն իմանում են, որ այս կռիվը ինչպես որպես մատ on-line կռիվ Իսրայելի եւ այսինքն իշխանությունների մեջ է։ Շատերի համար ճիշտ մատ թատրոնի տեսք է ստացել։ Ասենք այն իրավիճակ, որ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ էր, որ 8 տարի տևեց։ Այդ վիճակը չի մարդկանց մեջ, որտեղ իմանում են, որ ռումբը ուղակի մարդկանց տների գլխին չեն գցի։ Էդմոնդ Թորոսյանն ասում է, Իրանից դուրս եկող քաղաքացիներ կան, այդ թվում հայեր, բայց ավելի շատ քաղաքից քաղաք են տեղափոխվում բնակիչները, կամ Թեհրանում այնպիսի վայրեր են գնում, որտեղ ավելի ապահով է։ Մարդիկ, նայեք, կամ իրենց տներում են, կամ թողնում են, եթե ուզում են շատ ավելի հանգստել են, քաղաքից դուրս են գնում, մարդիկ նրանց համար այգիներ ունեն, դուրսը տեղեր ունեն, գնում են դուրս։ Պետությունը հիմա ասենք շատ ձևական իմաստով ասրա կարող եք մետրոներում, գրեթե մնական մզկիթներում, բայց էդիկ շատ էլ մարդիկ շատ լուրջ չեն բռնում էդիկ։ Այն ուտելիքի խանութները, ինչ որ կարիքա բաց են խանութները, տեղատները, բաներ, ամեն դրանք կան, որ մարդիկ ուզենան այդքան գնելու համար։ Բայց շատերն թողեր են, որտեղ շատ խանութներ, շուկան, արձակա Թեհրանից դուրս են ելել։ Իրանական կողմի տեղեկություններով 5 օրում զոհվել է 224 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ։ Իսրայելն էլ հայտնել է 24 քաղաքացիական զոհի մասին։ Հայաստանի արտգործնախարարության տվյալներով էլ թե Իսրայելում, թե Իրանում հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան։ Իրանում բնակիչները սպասում են, որ ուր է կավարտվի այս ամենը։ Այսինքն ամենը սպասում որ իշխանությունները պետք է համաձայնության գնան։ Թրամփի հետ այդ որ ատոմական խնդիրների վրա պետք է համաձայնության գնան։ Եթե համաձայնության չգնան, վիճակը ավելի կվատանա։ Ժողովուրդը լիվ սպասողական վիճակ է, այդ որ ժողովուրդը այդքան քաղաքից դուրս կամ իրենց գործեր թողնած մեն մեր շաբաթ հետո հետ կգան, հույսով են որ համաձայնությունները տեղի ունենան։